Ադրբեջանում հայտնված անչափահասների լուրը ցնցել է ողջ տեղ համայնքը, պատանիներն առևանգվել են, գերեվարվել, թե մոլորվել ու հայտնվել ադրբեջանական կողմում, բնակավայրում հստակ չգիտեն, միայն լսել են, որ տղաները վերջին անգամ գյուղի արոտավայրում են եղել, ոչ հեռու ադրբեջանական դիրքերից։ Թուրքերը բոլորը տար, ժամի մեկ անց են կացան երեխեքը դիո։ Ֆելիքս Ավագյանը տեղ համայնքի կազմում գտնվող Արավուս գյուղից է, հովիվ, 4 տարի առաջ էլ նա էր ադրբեջանցի զինվորականների ձեռքն ընկել։ Դեռ այն ժամանակ պնդում էր, արոտավայրի հայկական հատվածում է եղել, երբ ադրբեջանցիներն իրենից պահանջել են լքել տարածքն ու հետո գերեվարել են։ Այսօր ասած տեղյակ չէ, արդյոք տղաները մոլորվելու հետևանքով են հայտնվել սահմանի հակառակ կողմում։ Ազգային անվտանգության ծառայությունը կեսօրին հաղորդել էր, որ Սյունիքի մարզի սահմանային տեղ բնակավայրից 2 անչափահասներ Արավուս գյուղի հատվածում գիշերը 1:20-ին մոլորվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական կողմում։ ԱԱԾ-ն հրապարակել էր նրանց անունները՝ 18 դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Հայտնել էին ազգային անվտանգության ծառայությունից առանց այլ մանրամասների։ Հաղորդագրությունը հրապարակելուց 8 ժամ անց ԱԱԾ-ն որևէ նոր տեղեկություն չի հայտնել տղաների մասին։ Բաքուն եւս լռում է ու պարզ չէ, ինչ կարգավիճակում են նրանք Ադրբեջանում։ Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, թե տեղյակ չէ դեպքից։ Ազգային անվտանգության ծառայությունն է դրանով զբաղվում։ Նույն պատասխանն այսօր Ազատությանը տվել էր նաեւ տարածքային կառավարման նախարարը, որը համակարգում է նաև մարզերը։ Տեղ համայնքի կազմում 7 գյուղ է, 7-ն էլ սահմանային։ Արավուսի արոտավայրերը, որտեղ ըստ ԱԱԾ-ի մոլորվել են անչափահասները, ադրբեջանական դիրքերից մի քանի 100 մետր են հեռու։ Տեղ համայնքի ավականու անդամ Արգամ Հովսեփյանն Ազատությանը փոխանցեց, որ տղաներն արոտավայր էին գնացել ձիերի հետևից։ Երկուսն էլ երիտասարդ տղերք են, 12-րդ դասարան ավարտած։ Երեխեքը նստել են ձիերը, որ գնան իրանց ձիերի հետևից, էլի դիմացի այս պոստերի տակից։ Գնացել են, բռնվել են էլի հաստորեն։ Պատանիների հարազատները հրաժարվում են խոսել, տրամադրություն չունեն, ծնողներն ըստ տեղացիների տագնապով լուրի են սպասում։ Անցած տարեվերջին էլ գյուղի հովիվներից մեկն էր ադրբեջանական կողմում հայտնվել, նա եւս վերադարձվել էր։ Ըստ գյուղացիների, սահմանի այս հատվածը տարանջատված չէ, կողմնորոշիչ փշալարեր չկան։ Զինվորական կանոնակարգերը սահմանում են, թե միջդիրքային տարածությունը ինչպես պետք է կահավորվի, ինչ պետք է լինի, որպեսզի այսպիսի իրավիճակ չստեղծվի։ Պատկերացնում եք առաջնագծի իրավիճակը, հատկապես մերձակա բնակիչների կամ սահմանամերձ բնակիչների անվտանգության տեսանկյունից, երբ որ հնարավոր է եղել այդտեղից ելնումուտ ապահովել։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սա խնդիր է համարում ու քննադատում իշխանությանը սահմանի այս հատվածում նվազագույն կահավորման աշխատանք չիրականացնելու համար։ Ըստ նրա, տեղում առնվազն նվազագույն կահավորում պետք է լիներ, քանի որ նման առաջին դեպքը չէ, երբ գյուղացիները հայտնվում են սահմանի այն կողմում։ 2020-ի պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի գյուղերից ոչ միայն բնակիչներ են ադրբեջանական կողմում հայտնվել, այլև զինվորականներ։ Աբրահամյանը պատանիների առևանգման համար պատասխանատու է համարում երկրի ռազմաքաղաքական իշխանությանը։ Ըստ պատգամավորի, պաշտպանության նախարարությունը առաջնագծի փիլիսոփայությունը կեղծ խաղաղասիրական տրամաբանության ներքո է դիտարկում։ Ինչ է առաջնագիծը այդ փիլիսոփայության մեջ կահավորվել կամ կառուցվել, դա ինքնին բնականաբար առաջին պատասխանատուն հենց ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Եվ տպավորություն է ստեղծում, որ մեր հարևանությամբ ոչ թե այն երկիրն է, որ մեր նկատմամբ ունի տարածքային պահանջներ, որ մեր դեմ կիրառում է ագրեսիվ ռետորաբանություն, այլ մի քաղաքակիրթ եվրոպական երկիր, որի հետ պարզապես հարաբերություններ չկան, եւ այս պայմաններում Հայաստանի իշխանությունն է, որ եւս մեկ ազդանշան է ուղղում հասարակության առայն, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խիստ խոցել են։ Պաշտպանության փոխնախարարն այսօր ազգային ժողովում ոչ այս դեպքին անդրադարձավ, ոչ էլ սահմանի կահավորմանը։ Ազատությունը փորձեց նաև պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամներից մեկնաբանություն ստանալ։ Նրանցից ոմանք հրաժարվեցին խոսել, մյուսներն էլ անարձագանք թողեցին մեր հեռախոսազանգերը։